Սպիտակ թե կարմիր կեռաս, շատերը ընտրում են պարզապես ըստ տեսքի, նույնիսկ չկասկածելով, որ այդ ընտրությունը կարող է նշանակել տարբեր ազդեցություն օրգանիզմի վրա։ Կա մի կարևոր տարբերություն, որի մասին քչերը գիտեն։ Այս տեսանյութում կհամեմատենք երկու տեսակները և վերջում կհասկանանք, եթե պետք է ընտրել միայն մեկը, որ կեռասն է իրականում ավելի օգտակար առողջության համար։ Եթե առողջությունը ձեզ համար կարևոր է, բաժանորդագրվեք ալիքին։ Յուրաքանչյուր տեսանյութում ներկայացնում ենք օգտակար խորհուրդներ, հիվանդությունների վաղ նշանները ու սննդային կարևոր տեղեկություններ, պարզ և հասկանալի ձևով։ Նախ սկսենք այն փաստից, որ թե կարմիր, թե սպիտակ կեռասը համարվում են առողջարար մրգեր։ Դրանք հարուստ են ջրով, ինչը հատկապես կարևոր է ամռան շոգ օրերին, պարունակում են վիտամին C, կալիում, մանրաթելեր և օրգանիզմի համար կարևոր բազմաթիվ բուսական միացություններ։ Կեռասի կանոնավոր և չափավոր օգտագործումը կարող է նպաստել սրտանոթային համակարգի առողջությանը, բարելավել մարսողությունը և լրացնել օրգանիզմի վիտամինների և հանքանյութերի պաշարները։ Սակայն, եթե հարցնեք, որն է ավելի օգտակար, ապա փոքր առավելություն ունի կարմիր կեռասը։ Պատճառը նրա բնական կարմիր գույնն է։ Այդ գույնը պայմանավորված է անթոցիաններով, հզոր բնական հակաօքսիդանտներով։ Դրանք պաշտպանում են բջիջները վնասումից, օգնում են նվազեցնել օքսիդատիվ ստրեսը և կարող են նպաստել սրտի ու արյան անոթների առողջությանը։ Հենց այդ պատճառով էլ մուգ գույն ունեցող շատ մրգեր համարվում են հատկապես արժեքավոր։ Սպիտակ կեռասն էլ է առողջարար և պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, սակայն անթոցիանների քանակը դրանում ավելի քիչ է։ Այդ պատճառով, եթե համեմատում ենք միայն հակաօքսիդանտների պարունակությունը, առավելությունը կարմիր կեռասինն է։ Սակայն կա ևս մեկ հարց, որի շուրջ հաճախ սխալ պատկերացումներ կան։ Շատերը կարծում են, որ սպիտակ կեռասը ավելի շատ շաքար է պարունակում, քանի որ այն սովորաբար ավելի քաղցր է թվում։ Իրականում, քաղցր համը միշտ չէ, որ նշանակում է ավելի բարձր շաքարի պարունակություն։ Շաքարի քանակը կախված է սորտից, հասունության աստիճանից և աճեցման պայմաններից։ Այսինքն, միայն գույնով հնարավոր չէ որոշել, թե որ կեռասն է ավելի քաղցր առողջության տեսանկյունից։ Իսկ կարող են շաքարային դիաբետ ունեցող մարդիկ կեռաս ուտել։ Շատ դեպքերում այո, բայց չափավոր։ Կեռասը պարունակում է նաև մանրաթելեր, որոնք դանդաղեցնում են բնական շաքարների ներծծումը։ Իհարկե, յուրաքանչյուր մարդու վիճակը տարբեր է, ուստի շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է հետևեն բժշկի կամ սննդաբանի խորհուրդներին և վերահսկեն ընդհանուր ածխաջրերի ընդունումը։ Եթե խոսենք քաշի վերահսկման մասին, ապա կեռասը կարող է լավ ընտրություն լինել որպես միջանկյալ խորտիկ։ Այն համեմատաբար քիչ կալորիական է և լավ հագեցվածության զգացում է տալիս, սակայն դա չի նշանակում, որ այն կարելի է անսահմանափակ ուտել։ Նույնիսկ ամենաօգտակար մթերքը մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է ավելացնել օրգանիզմի ստացած շաքարի և կալորիաների քանակը։ Բացի այդ, կեռասը կալիումի լավ աղբյուր է, իսկ կալիումը կարևոր դեր ունի սրտի աշխատանքի և արյան ճնշման բնականոն պահպանման գործում։ Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու կեռասը համարվում է ամռան ամենաօգտակար մրգերից մեկը։ Հիմա անդրադառնանք այն հարցին, որի մասին շատերը չեն մտածում, ում համար կարող է կեռասը ցանկալի չլինել։ Չնայած կեռասը շատ օգտակար միրգ է, որոշ մարդկանց մոտ այն կարող է առաջացնել փքվածություն, գազեր կամ աղիքային անհարմարություն, հատկապես եթե միանգամից մեծ քանակությամբ օգտագործվի կամ ուտվի դատարկ ստամոքսին։ Եթե ունեք զգայուն մարսողական համակարգ, ավելի լավ է սկսել փոքր չափաբաժնից և հետևել, թե ինչպես է արձագանքում ձեր օրգանիզմը։ Հազվադեպ, բայց հնարավոր է նաև ալերգիկ ռեակցիա։ Եթե կեռաս ուտելուց հետո առաջանում են քոր, ցան, շուրթերի կամ լեզվի այտուց, անհրաժեշտ է դադարեցնել դրա օգտագործումը և դիմել բժշկի։ Իսկ ինչ կարելի է ասել կեռասի մուրաբայի մասին։
Շատերը կարծում են, որ եթե այն պատրաստված է կեռասից, ապա նույնքան օգտակար է, որքան թարմ պտուղը։ Իրականում, եփման ընթացքում վիտամին C-ի զգալի մասը քայքայվում է, իսկ մուրաբայի մեջ սովորաբար ավելացվում է մեծ քանակությամբ շաքար։ Արդյունքում, այն դառնում է ավելի կալորիական եւ արդեն պետք է դիտարկել ոչ թե որպես առողջարար միրգ, այլ որպես քաղցրավենիք։ Սա չի նշանակում, որ մուրաբան պետք է ամբողջությամբ բացառել, բայց ցանկալի է այն օգտագործել չափավոր, հատկապես շաքարային դիաբետ ունեցող մարդիկ եւ նրանք, ովքեր փորձում են վերահսկել քաշը, պետք է զգույշ լինեն։ Իսկ կեռասի ճիրը չորացման ընթացքում կեռասից հեռանում է ջուրը եւ դրա մեջ բնական շաքարները ու կալորիաները խտանում են։ Միևնույն ժամանակ այն պարունակում է մանրաթելեր եւ որոշ օգտակար հանքանյութեր։ Եթե ընտրում եք առանց ավելացված շաքարի պատրաստած ճիր, այն կարող է լավ խորտիկ լինել, սակայն փոքր չափաբաժնով։ Հիշեք, որ մի բուռ ճիրն իր սննդային արժեքով կարող է հավասարվել մի քանի բուռ թարմ կեռասի։ Եվ հիմա ամենակարևոր հարցերից մեկը՝ օրական քանի կեռաս կարելի է ուտել։ Առողջ մեծահասակների համար սովորաբար բավարար է մոտ 150-ից 200 գրամ, այսինքն մոտ 1 մեծ բուռ։ Այդ քանակը թույլ է տալիս ստանալ կեռասի օգտակար նյութերը, առանց ավելորդ շաքարի եւ կալորիաների։ Եթե նույն օրը նաեւ այլ մրգեր եք օգտագործում, ցանկալի է հաշվի առնել դրանց ընդհանուր քանակը։ Եվ վերջապես, եկեք պատասխանենք այս տեսանյութի գլխավոր հարցին. սպիտակ թե կարմիր կեռաս, որն է ավելի օգտակար։ Եթե համեմատենք ընդհանուր սննդային արժեքը, ապա երկուսն էլ շատ լավ ընտրություն են եւ կարող են լինել առողջ սննդակարգի մի մաս։ Սակայն, եթե խոսքը վերաբերում է հակաօքսիդանտների պարունակությանը, փոքր առավելությունը կարմիր կեռասինն է։ Նրա բնական գույնը վկայում է անթոցիանների ավելի բարձր պարունակության մասին, որոնք կարևոր դեր ունեն բջիջների պաշտպանության գործում։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել սպիտակ կեռասից։ Եթե այն ձեզ ավելի շատ է դուր գալիս, հանգիստ կարող եք օգտագործել նաև այն։ Ամենաճիշտ մոտեցումը սեզոնի ընթացքում երկու տեսակներն էլ չափավոր օգտագործելն է, որպեսզի օրգանիզմը ստանա տարբեր օգտակար նյութեր։ Եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր, աջակցեք մեզ, սեղմելով լայքի կոճակը։ Դա օգնում է, որ YouTube-ը այս կարևոր տեղեկատվությունը ցուցադրի ավելի շատ մարդկանց։ Իսկ եթե դեռ բաժանորդագրված չեք, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ միացրեք զանգակի նշանը, որպեսզի առաջիններից մեկը դիտեք առողջության մասին մեր նոր տեսանյութերը։ Շնորհակալություն, որ դիտեցիք։ Եղեք առողջ եւ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։